Քաղաքային բնակավայրից ու միջավայրից շատ հեռու Սարերի արանքում ծվարած փոքրիկ գյուղը ինչպես կարող է դառնալ հետաքրքիր ու գրավիչ զբոսաշրջային խմբերի համար։ Մասնագետները նշում են, նախ պետք է բացահայտել տվյալ համայնքի առանձնահատկությունները, դրանք ընդգծել ու հնարավորինս տեղեկատվական հարթակներում ներկայացնել։ Շիրակի մարզի Աշոց և Սարապատ համայնքների 26 բնակավայրերն առանձնանում են իրենց լանդշաֆտային գոտիներով, բնության գեղեցիկ ու տեսարժան վայրերով։ Այս բնական ռեսուրսները բավարար են զբոսաշրջիկների մուտքը համայնք ապահովելու համար։ Տեսարժան վայրը ըստ իս ամբողջովին բնական է, կարծես թանգարան բաց երկնքի տակ։ Առավել ևս տաք ժամանակաշրջանում ամռանը, աշնանը ու գրեթե տարվա 4 եղանակներին է հրաշք է Աշոտքի տարածաշրջանը, Թորոս գյուղը, մյուս հարակից համայնքները յուրաքանչյուրը առանձին իր ուրույն տեսքը ունեն ու գրավող։ Ոստեղ մնում է մի բաց ուղղակի տեղեկատվության պակաս, որը ի շնորհիվ մեր լավ կազմակերպողների, որ բարբերաբար կազմակերպում են այս խմբերի հաղորդակցման միջոցով ու կարողանում են լուսաբանել, որը առիթ կհանդիսանա այս ամենը ուղղակի բոլորի համար ներկայանալի դառնա։ Ինչ ունենք մեր գյուղական համայնքներում, մենք ունենք շատ պատմամշակութային հին կառույցներ ունենք Կիքլոպյան ամրոցի մնացորդի հետքեր, առաջին հազարամյակի, ունենք բնակատեղի, շատ գեղեցիկ բնություն ունենք, մաքուր օդ եւ էկոսնունդ եւ այն գրավիչ է, սակայն ենթակառուցվածքների բացակայության պատճառով երբեմն մենք չենք կարողանում մեծ թվով խմբերի եւ տուրիստական խմբերի հյուրընկալել։ Մաքուր բնության գրկում հանգիստը կազմակերպելու համար կան բավարար պայմաններ, բայց մի քանի կիլոմետր հաղթահարել ու բարձր լեռնային տարածքներ հասնել տուրիստական խմբերը չեն համաձայնվում։ Տվյալ համայնքների բնակիչները թվարկում են պատճառները, ճանապարհները լավ չեն, այլ ենթակառուցվածքները բացակայում են, սպասարկման ծառայություններ չկան։ Հեռավոր համայնքներում խոչընդոտելը հիմնական ճանապարհն է։ Եթե ճանապարհը լավ լինի, ուրեմն գնալ գալը ավելի շատ կլինի։ Կա ենթակառուցվածքներ, բայց շատ զրոյական որոշ ենթակառուցվածքներ լրիվ զրոյական վիճակում է, օրինակ տուրիստական գործակալություններ, ընդհանրապես չկա, որոշ ենթակառուցվածքներ կա, օրինակ հյուրատներ, սննդի օբյեկտներ, մեծ մասը փակ վիճակում են, չեն գործում եւ առանձնապես հրապուրիչ ենթակառուցվածքներ չեն։ Նույնը վերաբերում է ճանապարհներին, տրանսպորտին։ Փորձագետների հանդիպումները Աշոտք Սարապատ համայնքների բնակիչների հետ են եղել։ Նրանց կատարած դիտարկումներով պարզել են, որ գյուղական բնակավայրերում շատերն են պատրաստ իրենց տներում զբոսաշրջիկներին հյուրընկալել, հետո հյուրատներ բացել ու ընտանեկան բիզնեսով զբաղվել։ Որոշ բնակավայրերում առաջին քայլերն արդեն կատարված են։ Տուրիստները գալիս էին գյուղական համայնք եւ ցանկանում էին գիշերակացի այդ խնդիրը բնականաբար կար եւ մենք մեր օրինակով փորձով որոշեցինք մեր տան սենյակներից մեկը տրամադրել եւ որպես հյուրատուն տուրիստները կարողանային այցելել, ասեմ, որ այն վարակիչ բնույթ կրեց եւ զգացվում է տենդենսը հատկապես Ցողամարք համայնքում, որ մենք նկատում ենք այդ բնակիչները, ովքեր նույնպես հետաքրքրված են եւ ցանկանում են իրենց տունը եւս այս տանկից սենյակներից մեկը որպես հյուրատան այդ ծառայությունն մատուցել։ Առանձին յուրաքանչյուր ընտանիք մտածի հյուրընկալելու համար, այսինքն տները լավ վիճակում են ու կարելի է մտածել ապրելու հետ մեկտեղից ունենալ հյուրերի համար մի միջավայր ստեղծել, ապահովել են անհրաժեշտ պայմանները, որը կարելի իրականում առանց գումարի ուղղակի ցանկության դեպքում իրականացնել։ Մասնագետները նշում են, պատմական ու բնական հուշարձաններով հարուստ բնակավայրերի մասին տեղեկատվության պակաս կա։ Այցելելով Շիրակի մարզ զբոսաշրջիկներից շատերը չեն կարողանում շրջել տեսարժան վայրերով։ Օնլայն հարթակում ստեղծվել է տեղեկատվական ուղեցույց քարտեզ, որն էլ կօգնի գտնել Սարապատ եւ Աշոտք համայնքների տեսարժան վայրերն ու տուրեր կազմակերպել։ 17 թվականից տարբեր կազմակերպությունների միջոցով սկսեցինք ռեսուրսների քարտեզագրում իրականացնել։ Ռեսուրսների քարտեզագրման արդյունքում մենք կարողացանք հավաքագրել հատուկ ցանկ, որի շրջանակներում համայնքները տեղյակ լինեն, թե ինչ հնարավորություններ ունեն, ինչ ռեսուրսներ առկա են, որպեսզի այդ ռեսուրսներից կարողանան իրենք արդյունավետ օգտագործել։ Ծրագիրը ուրեմն սկսել ենք այցելելով բոլոր բնակավայրերը, երկու Սարապատ եւ Աշոտք համայնքների, այցելել ենք տեղում, հանդիպել ենք բնակչության հետ, զրուցել ենք, իրենք տարեմեզ ցույց են տվել իրենց գեղեցիկ վայրերը,
պատմաճարտարապետական հուշարձանները, բնության հուշարձանները, մենք իրականացրել ենք լուսանկարումներ եւ այդ լուսանկարումները եւ հավաքած ինֆորմացիան տեղադրել ենք Google Maps ուրեմն hashtag-ում կետադրման միջոցով տարբեր շերտեր կան այդ քարտեզի մեջ, որտեղ կարելի է տեսնել տվյալ բնակավայրերի գեղեցիկ վայրերը։ Ստեղծված ուղեցույց քարտեզները գարնանը կտեղադրվեն խոշորացված համայնքների մուտքերին։ Գյուղերում բնակիչներից մի քանիսը կվերապատրաստվեն որպես զբոսավարներ, որոնք զբոսաշրջային խմբերին կուղեկցեն իրենց տարածաշրջանների տեսարժան վայրեր։ Ալեքսանդր Սարգսյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։